There is one initiative in the international community now that Միջազգային հանրության մեջ կա մեկ նախաձեռնություն, որը հույսի շող է առաջացնում Լեռնային Ղարաբաղի համար։ Դա շվեյցարական խաղաղության նախաձեռնությունն է։ Շվեյցարիայի կառավարությունը իր խորհրդարանի մանդատով պարտավորված է փորձել ապահովել հարթակ, որտեղ Ադրբեջանը կխոսի ոչ թե Հայաստանի, այլ հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Այս մեխանիզմը գոյություն ունի եւ քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության իմ գործընկերները, ինչպես նաեւ շվեյցարացի падգամավորները, հատկապես Էրիխ ֆոն Թոբելը, ով նախաձեռնել է այս գործընթացը, դիմում են արևմտյան կառավարություններին, խնդրելով աջակցել այս նախաձեռնությանը։ Այսպիսով, եթե միջազգային հանրությունը, որը հիմնականում ներկայացնում են արևմտյան երկրները, ԱՄՆ-ն եւ եվրոպական պետությունները, ցանկանում է տեսնել այս գործընթացի վերականգնումը, ապա գոյություն ունի համապատասխան մեխանիզմ։ Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել բանակցությունները եւ կա այս հնարավորությունը։ Մենք չենք կարող երաշխավորել արդյունքը, եթե այդ երկխոսությունները սկսվեն։ Չենք կարող ասել կհասնեն արդյոք համաձայնության, բայց մենք գտնում ենք, որ ճիշտ է, որ Ադրբեջանը պետք է որոշակի ձևով երկխոսություն ունենա միջազգային վերահսկողության ներքո, քննարկելու, թե ինչ պայմաններ կարող են ստեղծվել, որպեսզի Ղարաբաղի մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տուն, եթե իհարկե նրանք ցանկանան։ Եվ դուռը լիովին փակ չէ, քանի որ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ այս հարցի շուրջ կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ։ Սակայն շատ ավելին է անհրաժեշտ միջազգային կարծիքը եւ արևմտյան պետությունները մոբիլիզացնելու համար, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր համար պարտադիր է գոնե բանակցել Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչների հետ եւ չդատապարտել նրանց ցմահ ազատազրկման, քանզի նրանցից շատերը փաստացի պատանդներ են բախվում։ Արցախի հանրապետությունը ստեղծվեց 1991 թվականին որպես խորհրդային միությունից իրավական անջատման ակտ։ Այն հաստատվեց նրա ժողովրդի ինքնորոշման ակտով եւ երկար տարիներ նրա առաջնորդները մասնակցել են խաղաղ գործընթացին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու նպատակով։ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաստատել էր 3 հիմնական սկզբունք խաղաղ բանակցությունները վարելու համար։ Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն էր։ Բաքվում գտնվող առնվազն 8 պատանդներ այնտեղ են, որովհետև իրացրել են իրենց ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղում։ Մյուս 15-ը կամ ռազմական գործողությունների մասնակիցներ են, որոնք ապօրինի են պահվում, կամ քաղաքացիական անձինք, որոնք ապօրինի առևանգվել են։ Անընդունելի է, որ միջազգային հանրությունը չի պահանջում նրանց ազատարձակումը։ Նրանցից մոտ 16-ին տրված ազատազրկման երկարատև վճիռները լիովին ապօրինի են։ Դատավարությունները փակ էին միջազգային դիտորդների եւ մամուլի համար։ Նրանց թույլ չէին տվել ընտրել սեփական փաստաբաններին։ Նրանց թույլ չէր տրվել տեսնել իրենց դեմ ներկայացված ապացույցները։ Քրիստոնեական կազմակերպությունները, որոնք ուշադիր են Հայաստանի խնդիրներին, պետք է բարձրաձայնեն այս 23 պատանդների մասին։